Այսօր քաոսն ենք քննարկելու Շիրվանզադեի Մարկոս Աղալիմյանը իմանալով իր զորությունը, իմանալով, որ ինքը ընտանիքի հայր էր, այսպես ասած, մահացավ ու բոլորի վրա թողեց իր պարտադրանքները։ Բոլոր խնդիրները, կոնֆլիկտները ոչ այդքան նյութապաշտությունից են ծնված այս ընտանիքում կոնկրետ, այլ ծնողավարության սխալներից։ Իր համար գերադասելի էր, որ հասարակությունը իրենց ընտանիքի մասին վատ բան չասի, քան որ ինքը իր զավակներին ճիշտ ուղիով տանի։ Մի ահագին կարդում ես, գրեթե կեսն անցնում ես, այդպես էլ չես հասկանում, թե որտեղ է այս գրքի կոնֆլիկտը։ Այդ ամենը պատտվում է փողի, ոսկու եւ բնականաբար նավթի շուրջ։ Եթե այս կտակը մի փոքր այլ կերպ լիներ, գուցե Սմբատը չգնար կործանման։ Սմբատը Միքայելին ասում է, երկուսս էլ զոհ ենք դարձել, ես բարի հրեշտակի, դու չար դևի զոհը։ Ինքը այնտեղ դրսում ստեղծում է շատ ավելի լավ ընտանիք եւ շատ ավելի բարոյական կերպար։ Ինքը չի վերջանում ամբողջովին լավ։ Եթե դու նման միջավայրում ես մեծացել եւ շարունակական սխալներ ես թույլ տալիս, այո, դու երբեք չես կարող լիարժեք երջանիկ լինել։